Դուք գիտեք, հարգելի բարեկամներ, որ մարզերում զորակոչի եւ զորավահավաքի պատասխանատուն մարզպետներն են։ Հայաստանի Հանրապետությունում կա 10 մարզ։ Հայաստանի Հանրապետությունում կա 10 մարզպետ։ Եվ յուրաքանչյուր մարզպետը պատասխանատու է, ինչպես ասացի, ըստ օրենքի, ըստ իրավական նորմերի, տվյալ մարզում զորակոչի համար։ Շատերը նաև գնում են, ճանապարհում են նորակոչիկներին բանակ, իրենց մաղթում են բարի ծառայություն եւ այսպես շարունակ։ Հիմա Հայաստանի Հանրապետության ամորալության, այս կազմակերպության ամորալության տոտալ մորալ օրենքներից տոտալ զուրկ լինելու մակարդակը հասել է այն աստիճան, հարգելի բարեկամներ, որ Արագածոտնի մարզպետը թիվ 1 Արագածոտնի մարզպետը Սերգեյ Մովսիսյանը, ով ծնվել է 1989 թվականին, չի ծառայել Հայաստանի Հանրապետության զինված ուժերում։ Թիվ 2 Արարատի մարզպետը Սեդրակ Թևոնյանը, ծնված 1990 թվականին, չի ծառայել Հայաստանի Հանրապետության զինված ուժերում։ Բայց զորակոչի պատասխանատու են։ Դուք պատկերացնում եք, թե ինչ աստիճանի ամորալ սրիկա պիտի լինի նա, ինչ աստիճան պետք է ատի պետությունը, ինչ աստիճան պետք է ատի ազգը, որ նման կադրային քաղաքականություն իրականացնի։ Սա, հարգելի բարեկամներ, սա պատահականություն չի։ Հիմա շարունակում են։ Թիվ 3 Արմավիրի մարզպետ Վահրամ Խաչատրյան, ծնված 1981 թվականին, չի ծառայել Հայաստանի զինված ուժերում։ Մենք ունենք 10 մարզ, երրորդն էր Արմավիրի մարզը։ Լոռու մարզ, մարզպետ Արեն Մկրտչյան, ծնված 1992 թվականին, չի ծառայել Հայաստանի զինված ուժերում։ Թիվ 5 Կոտայքի մարզ, մարզպետ Ահարոն Սարգսյան, ծնված 1980 թվականին, չի ծառայել Հայաստանի զինված ուժերում։ 10 մարզ ունենք, հələ նայեք սրանց կենսագրությանը նայեք։ Բայց երբ որ ասում եմ Հայաստանի Հանրապետությունը բոզանոց է, այսինքն մորալ օրենքների զուրկ մի կազմակերպություն, որտեղ ընդհանրապես չի գործում բարոյական որևէ օրենք, ընդհանրապես չի գործում։ Կոթայքը որն էր, 1, 2, 3, 4, 5-ն էր Կոթայքը, չի ծառայել։ Արոն Սարգսյանը չի ծառայել զինված ուժերում, եթե նրան հարցնես, ինքը կասի կամ հիվանդ եմ եղել, կամ ինքը իր ակադեմիկ լինելու թղթերը կներկայացնի ձեզ։ Բայց որ նայում ես այս մարդկանց կերած խմած դեմքերին, եւ նայում ես սրանց խոսքերին, չի երևում, որ սրանք գիտության հետ որևէ առնչություն են ունեցել։ 6 Շիրակի մարզի ղեկավարն է Դավիթ Արուշանյանը, ծնվել է 1981 թվականին, չի ծառայել Հայաստանի զինված ուժերում։ 7 Սյունիքի մարզ Ռոբերտ Ղուկասյան, ծնված 1980 թվականին, չի ծառայել զինված ուժերում։ 8 Վայոց Ձոր Վահագն Արսենյան, այսօր են սրան նշանակել, չի ծառայել Հայաստանի զինված ուժերում։ 9 Տավուշի մարզ Հայկ Ղալումյան, ծնված 1974 թվականին, չի ծառայել Հայաստանի զինված ուժերում։ Ուրեմն 10 մարզերից, հարգելի բարեկամներ, 10 մարզերից, 10 մարզպետներից միայն մեկում է, մեկի ղեկավարն է, Գեղարքունիքի ղեկավարն է, ծառայել Հայաստանի Հանրապետության զինված ուժերում։ 9-ի ղեկավարները, զորակոչի պատասխանատուները
չեն ծառայել Հայաստանի Հանրապետության զինված ուժերում։ Սա ընդգծված, ուրույն, մտածված, գիտակցված կադրային քաղաքականություն է, որը վարում է Հայաստանի Հանրապետության զինված ուժերում չծառայած Նիկոլ Փաշինյանը։ Իր երկու տեղակալների հետ, Մհեր Գրիգորյանի հետ չի ծառայել Հայաստանի Հանրապետության զինված ուժերում եւ Տիգրան Խաչատրյանի հետ չի ծառայել Հայաստանի զինված ուժերում։ Սա խայտարակություն է։ Սա ուղղակի խայտարակություն է։ Նաեւ պիտի ձեզ ասեմ, որ Երևան քաղաքի ղեկավարը Տիգրան Ավինյանը, ում նայում ես ճակատին գրված է Psorias $14,900 ճակատին է գրված։ Բնականաբար չի ծառայել Հայաստանի զինված ուժերում։ Հիմա այսպիսի հարաբերություններով պետությունը գոյություն ունենալու, չասեմ իրավունք, պետությունը գոյություն ունենալու ինչպիսի շանսեր ունի։ Այս նույն մոտեցումը տարբեր ոլորտներում է։ Մենք ապրում ենք մի այնպիսի ժամանակներ, երբ այս կամ այն կերպ բանակից ազատված տականքները, նույն պատմությունը ձեզ ասեմ, նույն մոտավորապես վիճակը կառավարությունում է, այսինքն ժամանակին մարդիկ օգտագործելով իրենց կապերը, փողերը, ճարպկությունը, սրիկայությունը, ստորաքարշությունը ազատվել են զինված ուժերում ծառայությունից եւ այդ կաստան հետագայում դարձել է Հայաստանի Հանրապետությունում քաղաքականություն որոշող, քաղաքականություն մշակող, քաղաքականություն իրականացնող։ Նու սրանք բնականաբար քաղաքականություն ոչ որոշում են, ոչ մշակում են, բայց իրականացնում են տեղերում։ Մարզպետները կառավարության տարածքային քաղաքականությունը իրականացնող օղակներն են։ Եվ այս մարդիկ այն մարդկանց, ովքեր 2 տարի ծանր ծառայություն են ունեցել, 2 տարի ծանր ծառայություն են ունեցել Հայաստանի եւ Արցախի տարբեր հատվածներում, այս մարդիկ տվյալ մարդկանց, այս փոքրամասնությունը, բայց որոնք իշխում են, որոնք միշտ են իշխել։ Զինված ուժերում ծառայած զինվորներին ճանաչել են օֆիցիալ օկուպանտ խուժաններ։ Հիմա այսպիսի պետությունը գոյություն ունենալու ինչպիսի շանս ունի։ Երկարաժամկետ։ Ամորալ օրենքներից բացարձակապես զուրկ պետությունը ինչպիսի շանսեր ունի։ Զերոյին ձգտող, զերոյին ձգտող։ Այս ցուցակը չկա մի պատգամավոր, то ջանդամ թեկուզ այդ լուծարված ԿՊ կուսակցությունից, կուսակետ խմբակցությունից, չկա մեկը տանի դնի դեմը, չկա մի մարդու տղա, տանի դնի դեմը, ասի պարոն 16-րդ վարչապետ։ Սա ինչ բոզի տղություն է, ներողություն եմ խնդրում։ Պարոն 16-րդ վարչապետ, սա ինչ ղաղբի տղություն է։ Դու սա անում ես մտածված, թե այդպես է ստացվում։ Ու այսպես հողանձնողին հողին կհանձնենք, ես վստահ եմ, որ սրանց, եթե բան անենք, կենսագրությունը հետ տանք, սրանք, իրենց դաստիարակողները սրա այդ ոչ մի թիզականներն են։ Ոչ մի թիզականների զավակներն են սրանք, հիմնականում։ Մի կողմից 2011-ից 2019 թվականներին Հայաստանի Հանրապետության զինված ուժերից ազատվել է 50,000 պատանի երիտասարդ։ Բնականաբար մեծամասնությունը, ես վստահ եմ, ստատիստիկա չունեմ, բայց մեծամասնությունը զարթուղի ճանապարհով, օրենքով ամեն ինչ, բանով, թղթերով ամեն ինչ նորմալ է, բայց ճանապարհը զարթուղի։ Էս է Հայաստանի Հանրապետությունը, սրա մասին գրելու են։ Իհարկե այս անձինք չեն ազատվել Նիկոլ Փաշինյանի 16-րդ վարչապետի կառավարման տարիներին։ Սրանք նախկինների ժամանակ են ազատվել, այսպես կոչված։ Բայց կադրային քաղաքականությունը ոսա է վարում,
նշանակումները հոսա է արել, ու չկա մի դեպուտատ, էլի եմ ասում, լավ, չկա մեկը, որ դուրս գա, ասի պարոն 16-րդ վարչապետ, թուղթը դնի դեմը, ասի սա խայտարակություն է, սա գետին մտնելու բան է։ Ահա այսպիսի պետություն, ահա այսպիսի, ամեն ինչ կարելի է կոչել, այս կազմակերպությունը կարելի է ամեն ինչ անվանել, բացի պետությունից։ Ինչ ուզում եք դրեք անունը, սա պետություն չի։ Ու այսպիսի պետությունը, այսպիսի ֆորմալ պետությունը, այսպիսի այս հարաբերություններով կազմակերպությունը երկարաժամկետ ձգելու, այսպես ասեմ, ոսկեղենիկ հայերն եմ ասա, ձգելու որևէ շանս չունի։ Երանի են հային, ով հային կազատի հայից։ Երանի են հային, ով հային կազատի հայից։ Այդ ինչ մարդու տղա պիտի լինի նա։ Իսկ եթե այդպիսի մեկին խեղդեցին, բա սրանք չեն թողնելու։ Թող որ հային հայ լծից ազատի օտարը։ Ես ձեր տիրոջները